ասաում ես երազում Ում ես կանչում ծիծաղով Երբ նայում ես հմայում ես քո լույսով Լուսաբաց ես գարնան լուսաբաց Ես ապրում եմ քո կարոտով քո հույսով Քո աչքերով եմ երված Գալիս ես դու Գալիս ես Գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի հարավոր Գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի հարավոր Իմ կյանքի հարավոր Ուշադրություն Բոլորը տեղերում լույսեր մատոր ռեգվիզիտ ձավեն Ոնց է շատ լավ է Էրիկ Բա մարդը տենց բան է Հետ որ գիտի երկար ժամանակ ունի ապրելու երկար էլ քնում Իսկ ինչքան ժամանակը պակասում է, այնքան շատ է փիլիսոփայում Սրա գլուխն ու ձեռքերն են, չեմ ես պետք Կարան ոտերը ջարդեմ Ես ամեն ինչ լսում ու տեսնում եմ Մեկը իրա գործը լավ անում Հաստատ Բարի լույս, պարոն աղայան Բարի լույս, սլավ որա Մենակ սուրջի հոդը կմերցնեն Եթե որոշել եք ինչ եք հագնելու, ինձ ասեք, ես կարդուկեմ կպատրաստեմ Ես չեմ որոշե ինչ պիտի edem, ուր պիտի ետամ և ինչ պիտի հագնեմ Ամեն դեպքում, եթե որոշեք, ինձ կասեք Դու ինչ կարծես, ուր ետամ Խորհուրդ տալը շատ պատասխանատու գործ է Ես հարցրեմ գը, ինչ մուրդեղ ետամ, ես կուզեմ Հայաստան տեսնեմ, ինչ ենեմ, ուր ետամ Կարնի, գեղարդ, հեթանոսությունից քրիստոնեություն Ես էդի կարդացել եմ բուկերու մեջ, Okay. Իդեպ միակ բանը, որ չեմ կարողացել մինչև հիմա պատրաստել, դա գառնի կաթանա։ Էնպես որ անպայման կփորձեք նշխարքի պես մի բանա։ Գառնիմ տուն կբերեմ։ Լավ։ God, I keep eating all this stuff, I'm gonna get fatter. But it's so good. Yeah, no, listen, if you thought I was a short, fat, and ugly guy, you could have told me in my face. It was a pigsty. But no, I'm staying here. This is very nice. I like this place. Oh, okay, I gotta go. Bye. Yeah. Բարև Սողոմոն, բարև ձեզ։ Բարև, bunches. Զավենն է, իմ օգնականն ու վարորդը։ Driver։ Oh, driver. Ես երկիրի մեջ driver եղնել եւ սաղ ես մնացես կանվախ։ Վատ են բարում, չէ։ Բայց եթե վատ չվարեն, գիտեք ինչքան աշխատատեղեր կկրճատվի։ Ոստիկանությունը գործ չունենա, պետ բյուջե փող չի մտնի։ Listen, ես կուզեմ քեզ բան հարցնեմ։ Բայց մենակ բանավոր, գրելու հետ այդքան էլ լավ չէ։ Չէ, գրելու չի։ Ես կուզեմ Հայաստան տեսնեմ։ Հա, խնդիր չի, գնան Գառնի, Գեղարդ։ Կուզեմ Սևանալի ջետալ ամենտեղ։ Զավենը ձեզ կտանի։ Չէ, Զավեն, գներես, ես կուզեմ դու գաս, ես կուզեմ հետս գաս։ Ինչի համար։ What do you mean ինչի համար։ Որ ծանոթանանք, որ մոդիկնանք, ես այստեղ
business պիտի անեմ, ում հետ պիտի անեմ, քեզ հետ պիտի անեմ։ Խնդիր չի, պարոն Սողոմոն։ Alright, մի հատ մեր խնդիր կա։ Ծախսը իմ վրես է։ Ամեն բան արդեն վճարեցիք, Էրիկա։ Նստի խմեյտան։ Հիշեք, դուք ինձ նեղություն չեք տալի։ Ինձ նեղություն տալիս է մենակ նոր գնաց կոշիկներս։ Ավելի մենջ կոշիկ ար։ Զանգի մետ։ Լսում եմ պարոն Հայրիկյան։ Որեք։ Գնում ենք կամ Էշմիածին կամ Զվարթնոց։ Չհասկացա։ Ես ասում եմ Մանուկին հետևեք, դուք էքսկուրսիա եք գնում։ Մանուկի հետևից են գնում, շեֆ ջան։ Լավ, դրան այսօր կբերեք մոտս։ Հասկացար, չէ՞։ Փոխանակ մտածի պարտքերը փակելու մասին, տուրիստ է խաղացնում։ Մանուկ, այդ լակոտից բան չհասկացանք։ Ինչ ասեց։ Wow, it's a miracle. Այս էլ սկիզբն է, պարոն Աղայան։ Գնանք։ Ես ձեզ այստեղ կսպասեմ, դուք գնացեք։ Լավ։ Միրիքլ։ Դու դեռ չգիտես, թե գլխիդ ինչ հրաշքներ են գալու։ Դու քայլում ես ու փայլում ես ու նազում, ինձ այրում ես ու
Գալիս ես գարնան լուսաբաց Ես ապրում եմ քո կարոտով, քո հույսով Քո աչքերով եմ գերված Գալիս ես դու Մենք պատրաստ ենք, սկսում ենք Մայիս ես արևով Գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի հարավոր Գալիս ես դու ինձ մոտ Մայիս ես արևով Գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի հարավոր Ինձ տեսնում ես, շատացնում ես նազերը Քո աչքերում արևն է շողում Դու նայում ես ու շոյում ես մազերը Աղբյուրի պես ծիծաղում Ես չգիտեմ թե որտեղից դու եկար Կանաչ կարնան ծիծեռնակի պես Դու չկայր ու իմ սրտի մեջ սեր չկար Հիմա սիրոցով եմ ես Գալիս ես դու Գալիս ես արևով Գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի հարավոր Գալիս ես դու ինձ մոտ Գալիս ես արևով Գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի հարավոր Իմ կյանքի հարավոր Իմ կյանքի հարավոր Խոնարհված Զվարթնոց տաճարի մասսակի վերանորոգումը իրագործվել է ռուսաստանցի հայ բարերար Հայկ Զաքարյանի միջոցներով։ Ապա ոնց չասես Հայկ Զաքարյան հալալա քո կերած կաթին։ Yeah. Հալալա, հալա։ Էս սոդա։ Ֆրանսիահայ, դու Ամերիկայից էի։ Այո։ Ֆրանսիահայ Արոն Բադալյանը ֆինանսավորել է խոնարհված Զվարթնոց տաճարի բարեկարգումը։ Այ Արոն Բադալյանի պես մարդիկ մնում են պատմության մեջ։ Okay. Okay. Հոպար, էդ ինչ ես անում։ Տղեկ ջան, ես կարողա ձերն է։ Вам սորիմն է։ Այ ախպեր ձեր ես առնում։ Ձեր չեմ առնում, ֆոկուս եմ անում։ Ինչ ֆոկուսի ժամանակը 1000 գործ ունենք։ Ինձ թվում է մի 600 տարի, կամ երևի 800։ Ես այդքան չկամ։ Զավեն ջան, գայր մեր հետ, այնքան հետաքրքիր էր եւ չէր քրտնի։ Իմ էջ խելքն ասա։ Համոզված եմ մյուս անգամ նույն սխալը չեմ կրկնի։ Դե ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի։ Բայց կարելի է, չէ՞ մարդու տարիքը հաշվի առնել։ Ինձ թվում է դրա մասին կարելի է հետո խոսել։ Առաջ պիտի հետաս։ Այ։ Ու համաձայն լեգենդի Տրթատ երկրորդի քրոջ հրամանով էլ գառնու տաճարը չավերվեց ու դարձավ Խոսրով Դուխտի ամառանոցը։ Դա չան էլի։
Տաճարի վերականգնման աշխատանքները կատարվել են 1969-ից 1975 թվականներին ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանի նախաձեռնությամբ պետական միջոցներով։ Պատկերացնում եք, որ իա սեփական միջոցներով կառուցել ինչեր կգրեին։ Համեցեք։ Միատ է գնանք բաղնիկ ու տուն։ Բաղնիկ ինչ է ետնակ, ես առավոտ լողցել եմ։ Խոսքս թագավորական բաղնիկի մասին է։ Տարբերտերի չին է ում բաղնիկն է, արդեն տնձի պետ չի բաղնիկ։ Պարոն աղան, խոսքս տրթատեն ժամանակվանից մնացած բաղնիկի ավերակների մասին է։ Համեցեք։ Okay. Այս թղթապանակի մեջ բոլոր ծրագրերն ու հաշվարկներն են։ Սա պիտի լինի ձեզ մոտ։ Դուք իրա օգնականն եք։ Ձեր անունը Արևիկ։ Դուք հիմնադրամի նախագահն եք, ձեր անունը Սերյոժա Ավետյան։ Այս էլ բեյջերը։ Հա ու խնդրում եմ առանց իմպրովիզների։ Այստեղից մենակ եք գնալու։ Սա քեզ։ Ես էլ քեզ։ Հարցես։ Այս միկրոֆոնը լար չի ունենալու։ Այս կպայս չի երևա։ Գնացեք։ Խնդրեմ, երրորդ դար, հլը տես հայերը երբ վանից են լողացել, բայց խոսքը մեր մեջ, տենց էլ չմաքրվեցինք։ Ասում են ես բաղնիքում ժամանակին Ներոն կայսրն է լողացել։ Գո ինչ կսես։ Ասում եմ ես բաղնիքում ժամանակին Ներոն կայսրն է լողացել։ Հասկացա։ Ասեմ ավելին, գործերս հենց մի քիչ լավացավ, ֆինանսավորելու եմ, որ ես բաղնիկը վերանորոգ են։ Քեզ ինչ։ Ոնց, բա եղավ պարոն աղայան։ Ես հասկանում եմ, որ դուք մտածում եք, որ ես փառամոլ եմ, բայց ընդամենը մի քանի $1000 ու անունս կմնա պատմության մեջ։ Հա, թող մնա։ Ոնց հասկանում եմ, այս բաղնիկով միայն մենք չի, որ ոգևորված ենք։ Դե ոնց կարելի է այս բաղնիկով չոգևորվել։ Հասկանում եք, մենք մեր տան բաղնիքում ավելի քիչ ենք լինում, քան այս բաղնիքում։ Իդեպ չներկայացամ։ Գառնիի պահպանության հիմնադրամի նախագահ Սերյոժա Ավետյան։ Շատ հաճելի է։ Մանուկ եւ իմ շատ լավ բարեկամը Սողոմոն աղայան։ Արևիկը իմ օգնականն է։ Հաճելի է։ Պարոն Ավետյան, իսկ բաղնիկը ինչու չեք վերանորոգում։ Երևի կատակում եք, հա։ Դե միջոցներ են անհրաժեշտ։ Ընդամենը մի քանի $1000 եւ բարերարի անունը կհիշվի դարեդար։ Դուք ուզում եք ասեք, որ բարերարի անունը կգրեք ցուցանակի վրա եւ կտեղադրեք բաղնիկի մոտ։ Ոչ միայն ցուցանակ։ Բարերարի անունը պետք է քանդակվի վերակառուցված բաղնիկի ճակատային մասի կենտրոնական քարերի վրա։ Մարդու անունը բաղնիկի վրա բերի դնես։ Դե հասկանում եք, Էրեբունի ամրոցը վաղուց ավերակ է դարձել, բայց Արգիշտի թագավորի սեպագրերը մինչև հիմա պահպանվում են քարի վրա։ Շատ ներողություն, իսկ ինչ գումարի մասն է խոսքը։ Դե $100,000։ Ընդամենը։ Դուք ուզում եք ասեք, որ ընդամենը $100,000-ով այս բաղնիկը կվերանորոգվի։ Չէ, դա ես չեմ ասում, հաշվարկներն են, ահա, խնդրեմ, վերակառուցման նախագիծն է։ Մոտս էի պահում մտածելով, որ կարող է մի օր պետք գա։ Պարոն Աղայան։ Մի րոպե այսպես կանգնեք։ Հարգելի հեռուստադիտողներ, անհավանական է, բայց հենց հիմա այս պահին իմ դիմաց կանգնած է հայազգի մեծանուն զավակներից մեկը, ամերիկահայ գործարար եւ միլիոնատեր Սողոմոն Աղայանը։ Պարոն Աղայան, ինչպես եք, կասեք ինչ տպավորություններ ունեք, եթե չեմ սխալվում, սա ձեր առաջին այցն է հայրենիք։ Բարև, դուք ոնց եք։ Ձեզ տեսնելուց հետո հոյակապ։
Պարոն Աղայան, ես տեղեկություններ ունեմ, որ դուք Հայաստան եք ժամանել ներդրումային ծրագրեր իրականացնելու, մասնավորապես մշակութային արժեքների պահպանման համար։ Եվ ինչպես հասկանում եմ, Գառնիի պահպանության հիմնադրամի նախագահ պարոն Ավետյանի հետ այս բաղնիքի վերանորոգման հարցն եք քննարկում։ Ներողություն, բայց դուք հիմա պարոն Աղայանին շատ վատ դրության մեջ եք տանում։ Դուք ուզում եք ասել, որ պարոն Աղայանը թքած ունի նման պատմական արժեքի վրա։ No, ես բան չեմ ասել, ես թքած չունիմ այդ բանի վրա։ Այդ դեպքում կասեք, թե որքան գումար եք պատրաստվում տրամադրել այս սուրբ գործի համար։ Ես չգիտեի bathroom-ը շինելը սուրբ գործ էր։ Այնուամենայնիվ կհնչեցնեք թիվը։ Չգիտեմ հիմի ինչ կանա, բրի նստենք, հաշիվանենք, տեսնենք։ Ես հասկանում եմ, դուք համեստություն եք անում։ Պարոն Ավետյան, գուցե դուք կհնչեցնեք թիվը։ Դե աշխատանքներին ավարտին հասցնելու համար $100,000։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք հենց նոր ներկա գտնվեցինք պատմական իրադարձության։ Պարոն Աղայանը փաստացի խոստացավ $100,000 նվիրաբերել այս արքունական բաղնիքի վերակառուցման համար։ Հազար ներողություն, որ միջամտում եմ, ուղղակի պարոն Աղայանն ասաց ոչ թե այսօր $100,000 կփոխանցի, այլ կփոխանցի ընդամենը $50,000 նախնական աշխատանքների համար, իսկ մնացած $50,000 կփոխանցի արդեն աշխատանքների ընթացքի ժամանակ։ Ինչ որ ինք ասեց։ Պարոն Աղայան, իսկ ինչ զգացողություն ունեք նման հայրենանվեր արարքից հետո։ Սիրելի լրագրողներ, հարգելի հեռուստադիտողներ, պարոն Աղան հիմա մի փոքր զբաղված է, մենք կարևոր գործեր ունենք, մնացած մեր անելիքների մասին մենք ձեզ անպայման տեղեկացնենք։ Շնորհակալություն։ Պարոն Աղայան, գնացինք, համեցեք։ Պարոն Աղայան, ես ամեն ինչ կանեմ, որ գործը ավարտին հասցնեմ։ Շատ շնորհակալություն։ Իսկ գումարը երբ կուղարկի։ Այսօր անպայման կփոխանցենք։ Շնորհակալություն։ Այ քեզի բան, այ պատմություն։ Պարոն Աղան, առաջարկում եմ 2 վայրկյան նստենք շուջ քաշենք, հետո նոր կշարունակենք։ Լավ։ Այս ծառի տակ նստեք, ես գնամ Գառնի աղ ջուր բերեմ խմեք։ Լավ է, ծարավ եմ։ Աբրիս մանուկ ջան, աբրիս։ Դու որ չեղներ արդեն կորած է, անջաղ $50,000 պարձանք։ Լավ, պարոն Աղան, ինչ մի ապրեսի բան կա։ Առանցնել ինչ շատ վատ եմ զգում։ Ստացվեց այնպես, որ այդ վերանորոգման թեման առաջարկից ես, բայց հաշիվը փակեցիք դուք։ Չնայած որ նոր իմացա, որ միլիոնատեր եք։ Դու ինչ մեղավոր ես։ Դու ինչ գիտեր, որ այդ հոստը պետք է գա։ Հիմի կետանք, ես թղթերը ղրգեմ փողոցին, ամեն բան կվերջացնենք։ Ոնց կուզեք, պարոն Աղան։ Ուղղակի ուզում եմ ասել, որ այս երկիրը փոքր երկիր է ու վատ լուրերը շատ արագ են տարածվում։ Եթե դուք հենց այսօր այդ գումարը չփոխանցեք, երեկոյան բոլոր լրատվամիջոցները գրելու են, որ միլիոնատեր Աղայանը շարքային խաբեբա է։ Իսկ ես չէի ուզի, որ ձեր ամբասիր անունը նման ձևով վարկաբեկեին։ Եթե պետք է, ես այդ գումարը այսօր կփոխանցեմ, դուք հետո կորոշեք կվերադարձնեք։ Դու կկարծես, որ տենց ընելը ճիշտ է։ Շատ ճիշտ է։ Okay, ես քեզ կհավատամ եւ կանեմ։ Հիմի կետանք Երևան, ես դրամ կխրգեմ։ Լավ։ Կներեք։ Մի ադամ հայրենիքի չերի համար։ Ալո։ Մանուկ ջան, այսօր չուզեցինք էքսկուրսիա խանգարենք, բայց եթե կես ժամից ձկան խանութի մոտ չեղար, ոտերդ կջարդեմ։ Այս Փյուրքայի պապիկինդ էլ հետը։ Եղավ, շատ բարի։ Առաջարկում եմ շարժվենք, որովհետև կես ժամից ձկան խանութի մոտ շատ կարևոր հանդիպում ունեմ։ Դե պարոն Աղայան, ես ձեզ զավեն է թողնում եմ մենակ, այդ գումարը կտակ իրան ինքը գիտի ինչ ան, ես մի քիչ կարևոր գործեր ունեմ։ Քու կարևոր գործերը իմ թակավորի բալնիկից ավելի կարևոր է։ Հա։ Իսկ այդ բաղնիկը զուգարանի հետ է տարպեսենյակը։ Հա? It's a joke, man. It's a joke. Գնա։ Հասկացա։ Գնա։
Աղեք ջան։ Մանուկ ջան։ Լավ եք։ Շատ։ Գիտես կան ձկներ, որոնք կարողանում են փոխել իրենց սեռը։ Կան ձկներ, որոնք կարողանում են թռնել մինչև 200 մետր։ Եվ կան ձկներ, որոնք կարողանում են սուզվել մինչև 8000 մետր։ Հիմա գիտես ինչ եմ մտածում։ Դու ոչ կարող ես ինձանից թռնել, ոչ էլ կարող ես այնքան խորը սուզվել, որ ես քեզ չգտնեմ։ Մնում է սեռդ փոխենք։ Ես ուղղակի ես հրավերի իմաստը չհասկացա, որ բանավորել կանչեիր կգայի։ Բայց դու հասարակ մարդ չես, որ մենք սահմանափակվենք բանավոր հրավերով։ Շնորհակալ եմ։ Լսում եմ։ Լսի, ես ուզում եմ հասկանալ եւ համոզվել, որ սառն ես դատում ու գլուխդ էլ աշխատում։ Ստացվեց։ Ես էլ չէի հավատում, բայց ստացվեց։ Հայրիկյան, կարաս ինձ մի ֆուր կարմիրի կրա տաս, ես քեզ մի շապատից սևի կրա կտամ։ Ընտիր որակի։ Հայրիկյան, դու լավ գիտեի, որ ես քեզ չի ասում գցեի։ Ուղղակի դիգրանիրա։ Վիտալի։ Չանեմ Մանուկ ջան։ Ընդամենը 2 ժամ հետո բոլոր ներկված էկրանները փչանում են։ Հաստրոն են մի ֆուր կարմիր էկրան ես անիմաստ առա։ Հասկացար։ Հասկացա։ Ինչ հասկացար։ Հասկացա, որ հաջորդ ամիս այդ պարտքդ պիտի տամ։ Ապրես։ Գլուխդ սկսեց աշխատել։ Կորբարույթն իրականացնող մարմինը What's that about? հանրապետական կոմիտեի հայաստանյան գրասենյակի հետ։ I really don't care what's going on over there. Do they have American stations here? Երանի թե բոլոր մեծահարուստները պարոն Աղայանի կեսի չափ հայրենասեր լինեին։ Հարկ քեզ հայացքի մեծ զավակ, հարկ քո ծնողներին, որ քեզ նման իսկական հայ են դուրս աշխարհ բերել։ Հա? Անձյամարկը խոսին, հա? Այո, արժանի է կերածդ կաթը։ Լույսի չնի ծնողներիդ քերեզմանին։ Ես մենակ ուրախ եմ, որ կնամ բանը մենեմ երկրի համար, ժողովրդի համար։ Հետ շարած էդիկ միտքես չեր գա։ They're talking about me. Hey, Manchus. Գիտես ինչ, այդ դրամը, որ այսօր տվեցինք, դու իրանց կանչե, ասա մյուս դրամն էլ այսօր կուտան։ Թող ենոնք անեն իրանց հաջուկով, որ ամեն բան շիտկեն չինեն։ Yeah, just give դրամի խնդիր չէ։ Just do. Okay? Okay. I've never had gata in Armenia. Hey, this is good. It's glavna. Tonga, but it's glavna. You just that Beverly Hillsy. But you know, Beverly Hills chenkana since. Epe. But the largest. Դու քայլում ես ու փայլում